Ճշմարտության հոգին ուսուցիչն է, Սուրբ Հոգին ուսուցիչն է, հենց նա է գալիս, որպեսզի առաջնորդի ձեզ եւ ուղղորդի դեպի ամեն ճշմարտություն, ուստի երբ ճշմարտության հոգին գալիս է ձեր տուն, հովիվը երբեմն չի կարող գալ ձեր տուն, նա չի կարող լինել այնտեղ, որտեղ դուք եք որոշակի ժամանակ, բայց դուք կարող եք լինել ձեր այգում եւ ճշմարտության հոգին կգա ձեզ մոտ։ Դուք կարող եք ճաշել կամ փոքրիկ ընդմիջում անել, նստել ծառի տակ եւ կարդալ Աստվածաշունչը եւ ճշմարտության հոգին կգա հենց այնտեղ։ Հիշում եք, թե ինչպես քամին փչեց եղբայր Բրանհամի Աստվածաշնչի վրա Գրինսմիլում։ Եվ նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես մի մարդ կարող է խոսել լեզուներով, իսկ մյուսը կարող է մարգարեանալ, մեկնաբանել։ Եվ մի մարդ ապրում էր շնություն էր անում, իսկ մյուսը իսկական էր։ Եվ նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես այդ երկու մարդիկ նույն հոգով էին եւ նման բաներ էին անում։ Եվ այդ ժամանակ Տերը եկավ եւ 3 անգամ թերթեց Աստվածաշունչը, չէ՞ որ նա չէր հասկանում դա, եւ այդ ժամանակ նա որսաց այն, ինչ հոգին ցույց էր տալիս իրեն, որովհետեւ դա անցավ տեսիլքի, իսկ երբ դա անցավ տեսիլքի, նա տեսավ, թե ինչպես է սևազգեստ մարդը գնում եւ սերմեր ցանում, որոնք որոմներ էին։ Եվ հետո նա տեսավ, թե ինչպես սպիտակազգեստ մարդը եկավ եւ սերմ ցանեց եւ ամբուսնեց որպես ցորեն, իսկ հետո անձրև եկավ եւ ցորենը սկսեց ուրախանալ, բայց որոմներն էլ ուրախացան, որովհետեւ Հիսուսն ասաց, Հայրը իր անձրևը ուղարկում է արդարների եւ մեղավորների վրա։ Տեսնում եք, արևը ծագում է արդարների եւ մեղավորների վրա, տեսնում եք, հասկանում եք, ջուրը չի նշանակում, որ դուք ոչ թե Սուրբ Հոգին է ձեզ հարց դարձնում, այլ ձեր մեջ եղած Աստծո գենը։ Ահա թե ինչու մարդը Սուրբ Հոգին կարող է իջնել նրա վրա օրական 24 ժամ օրորոցից մինչև գերեզման, բայց նրա մեջ չկա ոչինչ, որը կկարողանար կենդանացնել նրան։ Նա անարդարացիորեն է օգտվում Սուրբ Հոգուց։ Եթե դուք հողի մեջ դնեք մի սերմ, որի մեջ կյանք չկա, եւ անձրևը թափվի նրա վրա ցերեկ ու գիշեր, դրանից ոչինչ չի աճի։ Իսկ երբ դուք ցանեք սերմ, որի մեջ կյանք կա, դուք կտեսնեք ինչպես է այդ սերմը բուսնում։ Հասկանում եք։ Նույն անձրևը, որից ծլեց այդ սերմը, ոչնչով չէր կարող օգնել մյուսին։ Ինչու՞։ Որովհետև անձրևը, եթե այդ բույսը լոլիկ է կամ կաղամբ, կամ հազար, կամ որևէ այլ բան, անձրևը նրան կաղամբ կամ հազար չի դարձնում։ Անձրևը միայն արթնացնում է սերմի մեջ եղած կյանքը, չէ՞ որ եթե դուք ունեք կաղամբ, լոլիկ, հազար, երբ անձրև է գալիս, հազարի սերմը հազար կտա, կաղամբի սերմը կաղամբ կտա, իսկ լոլիկի սերմը լոլիկ։ Ինչու՞։ Որովհետև կյանքը գտնվում է սերմի մեջ, ուստի անձրևը միայն կենդանացնում է այդ սերմը եւ արթնացնում սերմի մեջ դրված կյանքը։ Իսկ ծառը ճանաչվում է իր պտուղներից։ Դե ինչ, որսացիք։ Ահա թե ինչու, որպես հավատացյալ, դուք պետք է իմանաք, ուստի դուք տեսնում եք, որ երբեմն մարդիկ մտածում են, այսպիսով, սա հենց Սուրբ Հոգին է։ Ոչ, եթե դուք ավելի ուշադիր լսեք, ապա կհասկանաք, որ դա Սուրբ Հոգին չէ։ Հասկանում եք, որովհետև շնորհներն ու կոչումները կախված չեն ապաշխարությունից։ Մարդը կարող է դրսևորել այդ 9 հոգևոր պարգևներից ցանկացածը, հասկանում եք։ Բայց ոչ մի պարգև նոր ծննդի ապացույց չէ։ Դուք պետք է ունենաք ականջ լսելու համար, թե ինչ է ասում Հոգին։ Ահա թե ինչումն է հարցը, հասկանում եք։ Ուստի, երբ մենք նայում ենք այստեղ, իսկ ես մի փոքր ժամանակ եմ հատկացնում որոշ բաներ վերլուծելու համար, որովհետև ինչպես արդեն ասացի, ես մտածում եմ նաև նրանց մասին, ովքեր ավելի երիտասարդ են, ովքեր գուցե ի վիճակի չեն որսալ որոշ բաներ, չէ՞ որ գիտեք, մենք անցկացնում ենք այսպիսի փոքրիկ հավաքույթ, ընդ որում մենք անցկացրել ենք արդեն 3 կամ 4-ը եւ մենք խոսում ենք երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունների մասին, եւ Ռուսաստանի եւ Վատիկանի եւ այլնի մասին եւ այն մասին, թե ինչ է տեղի ունենում հիմա, իսկ նրանք չունեն ոչ մի պատկերացում այն մասին, թե ինչ է տեղի ունենում, նրանք նույնիսկ չգիտեն, թե որտեղ գտնել դա Աստվածաշնչում եւ նրանք չգիտեն, թե ինչպես դա կիրառել, եթե նրանց մոտ հայտնվում է միտք այդ մասին, ապա ինչպես եք պատրաստվում ապացուցել դա ճիշտ միտք է, թե սխալ։ Իմաստավորել եք դա այնպես, ինչպես որ կա իրականում, թե գուցե դատողություններ եք անում
ինչ որ բանի մասին եւ խճճվել եք, թե ինչպիսին է դա իրականում, ուստի ես ուզում եմ, որ Տերը այս ամենը մեզ համար շատ պարզ դարձնի, որովհետեւ մենք դարձյալ քիչ ժամանակ ունենք, գիտեք։ Եվ ես հույս ունեմ, որ նույնիսկ այսօր, երբ դուք տեսնում եք այս ժամի հրատապությունը, դա ձեզ տալիս է այսպիսի տրամադրվածություն, դուք ուզում եք ճանաչել Աստծո խոսքը, դուք սկսում եք դասավորել առաջնահերթությունները, դուք հատուկ առաջնահերթություն եք տալիս Աստծո խոսքին, դուք ուզում եք նրան ժամանակ հատկացնել, որտեղ դուք գիտեք, որ կան բաներ, որոնք դուք պետք է հասկանաք, որպեսզի գործեք վստահաբար, գործեք հավատով եւ ունենաք վստահություն։ Սա ստացվում է այնպես, ինչպես ասաց Մարգարեն, սա նման է դպրոցի քննությունների, ձեզ առաջադրանք են տալիս, որը պետք է կատարել, եւ գիտեք այնտեղ կա խնդիր, եւ դուք լուծում եք այն ու հասնում պատասխանին, բայց եթե դուք չմշակեք այն եւ չնայեք, հնարավոր է արդյոք ձեր ստացած պատասխանը ստուգել հակառակ գործողությամբ, որպեսզի ապացուցել, որ պատասխանը ձեզ մոտ ճիշտ է, հասկանում եք լուծման միջոցով, չէ՞ որ յուրաքանչյուրը կարող է նայել ինչ-որ մեկի աշխատանքին եւ ինչ-որ բան արտագրել, բայց եթե ինչ-որ մեկն ասի, ցույց տուր ինձ, թե դու ինչպես հասար դրան, իսկ նա չկարողանա ցույց տալ, այդ ժամանակ դու գիտես, որ նա չի ստացել դա անձնական մակարդակով եւ ուստի նա չի կարողանա վստահություն ունենալ, որպեսզի կանգնի խոսքի վրա եւ վստահություն ունենա իր սրտում, երբ այդ խոսքը կբացվի։ Իսկ դրանում է խոսքի ամբողջ էությունը։ Հենց դա էլ արտադրում է հավատը, որպեսզի գործի դնի խոսքը, տեսնում եք, կա հավատ, որը պարզապես ինտելեկտուալ հավատ է, մտավոր հավատ է, գիտեք։ Բայց հավատը այստեղ չէ, հավատը գտնվում է ենթագիտակցության մեջ, ոչ թե տախտակամածի վրայի մարդը, այլ մեքենայական բաժանմունքի մարդն է կառավարում նավը։ Դա այն մարդն է, որը գտնվում է ներքինի ներսում, եւ այն մարդը այնտեղ, որն Աստծո գենն է, որն Աստծո մի մասնիկն է, որն Աստծո հավերժական հատկանիշն է։ Հավատը գտնվում է այդ հատկանիշի մեջ։ Հավատը նրանում չէ, ինչը հայտնվել է մեր հորից ու մորից։ Հասկանում եք, հավատը նոր ծնունդն է։ Հավատը 6-րդ զգայարանն է, գերզգայարանը, հայրն ու մայրը մեզ տվել են այս մարմինը, որն ունի 5 զգայարան՝ տեսողություն, համ, լսողություն, հոտառություն եւ շոշափելիք։ Ահա թե ինչու ոչ ոք քրիստոնյա չի ծնվում, բոլորը մեղավոր են ծնվում։ Հասկանում եք, բայց երբ գալիս է նոր ծնունդը, դուք բարձրանում եք դեպի հավատը։ Հիմա դուք ապրում եք ոչ թե տեսողությամբ, դուք ապրում եք հավատով, դուք չեք նայում տեսանելին, այսինքն ժամանակավորին, դուք նայում եք անտեսանելիին, այսինքն հավերժականին։ Հասկանում եք, եւ այսպես Հիսուսը այստեղ սովորեցնում է նրանց, որ դրանք նրանք են, ովքեր կտեսնեն, թե ինչպես Թզենին կարձակի իր բոբոժներ, այլ խոսքերով, ովքեր կտեսնեն Իսրայելին վերադարձած հայրենիք։ Եվ այսպես ես ձեզ ցույց տվեցի, թե ինչպես Իսրայելը, որ նրանք վտարվել են 2 անգամ, եւ ահա հիմա նրանք վերադարձել են 3-րդ անգամ, եւ նրանք վերադարձել են, որպեսզի նորից տաճար կառուցեն։ Հասկանում եք, նրանք տաճար կառուցեցին Սողոմոնի ժամանակներում, Նաբուգոդոնոսորը կործանեց այն եւ նրանց գերություն տարավ, նրանք վերադարձան, նրանք վերակառուցեցին այն Նեհեմիայի եւ մյուսների Զորաբաբելի ժամանակներում։ Նրանք վերադարձան հայրենիք, իսկ հետո ինչ պատահեց։ Եկավ Տիտոսը, կործանեց այն եւ նորից վտարեց նրանց։ Եվ երբ նրանք վերադարձան այս վերջին անգամ, նրանք վերադարձան եւ պատրաստում են կառուցել 3-րդ տաճարը, բայց Աստված չի բնակվում ձեռակերտ խորաններում։ Բայց նրանք պատրաստում են այն կառուցել, որտեղ այդպիսին է նրանց պատկերացումը, քանի դեռ նրանք հայտնություն չեն ստացել իսկական գարան մասին, իսկական կարմիր երինջի մասին։ Քանի դեռ նրանք հայտնություն չեն ստացել իսկական տաճարի մասին եւ հայտնություն չեն ստացել իսկական քահանայապետի մասին, չէ՞ որ Հիսուսը փրկագնումն է, նա Աստծո գառն է, նա Մելքիսեդեկի կարգի համաձայն մեծ քահանայապետն է եւ նա կենդանի Աստծո կենդանի խորանն է։ Աստվածության ամբողջ լիությունը մարմնապես բնակվում է Հիսուսի մեջ, ուստի Հիսուսը տաճարն է, նա քահանայապետն է եւ նա զոհն է։ Եվ այսպես, քանի որ մենք ունենք հայտնություն
Այն մասին, թե ինչի հասան մեզ համար Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, դա ազատում է Սուրբ Հոգուն, դա հնարավորություն տվեց մեզ մտցնել նոր ծննդի մեջ, իսկ մենք մկրտվեցինք Քրիստոսի մեջ մեկ հոգով, ահա թե որտեղ ենք մենք, և ով Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, հինն անցավ, հիմա ամեն ինչ նոր է, հենց որ այդ մարդը մկրտվում է Քրիստոսի մեջ Սուրբ Հոգով, նա հայտնվում է հափշտակության մեջ, ոչ թե այն մարդը, որ ասում է ես պատգամի մեջ եմ, ոչ, այդպիսի բան լինել չի կարող, եթե դուք ասում եք, որ դուք պատգամի մեջ եք և որ դուք հավատում եք պատգամին, դա չի նշանակում, որ դուք Քրիստոսի մեջ եք, Սուրբ Հոգով մկրտությունը ձեզ դնում է Քրիստոսի մեջ, այդ կենդանացնող ուժը կենդանացնում է ձեզ և այդ կերպարանափոխող ուժը այս գենի մեջ փոխում է ձեզ փառքից փառք և վերադարձնում է ձեզ խոսքի պատկերին, որը դուք շրջանցել էիք, մենք շրջացել ենք խոսքը, մենք եկել ենք մտքից դեպի մարմին, բայց մենք կրում ենք մեր ներսում այդ գենը, բայց երբ գալիս է ճշմարտության հոգին, հասկանում եք, նա փնտրում է ընտրյալներին, ինչպես մայր արծիվն էր փնտրում երիտասարդ արծվիկին, և երբ նա գտավ նրան, նա սկսեց ճչալ և նա սկսեց արթնանալ, նա կարծում էր, թե ինքը տգեղ ճուտիկ է, բայց երբ նա ավարտեց շփումը նրա հետ, նա հասկացավ, որ ինքը ամնեզիայով արծիվ է, որը չի հասկանում, թե ով է ինքը, ինչ է ինքը և ինչի է տիրապետում, այնպես որ այսօր մենք տիրապետում ենք դրան և ապրում ենք այդ իրականության մեջ, հիմա նայեք, և այսպես Հիսուսը շեշտում է երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի, բայց հետո նա շարունակում է, իսկ այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, հիմա հետևեք այստեղ ուշադիր, ոչ երկնքի հրեշտակները, այլ միայն իմ Հայրը, չէ՞ որ այստեղ նրանք ուզում էին իմանալ, երբ կլինի այդ ամենը, երբ այս տաճարից քար քարի վրա չի մնա, հետո նրանք ուզում էին իմանալ հետևյալը, ո՞րն է քո գալստյան նշանը, նրանք չապրեցին մինչև գալուստը, իսկ մենք ապրում ենք այս ժամին, մենք տեսնում ենք նրա հայտնությունը, Աստված թեոֆանիայում հայտնություն 10-ում, բացված գիրքը ձեռքին, երկնքից իջած, եկավ երկրի վրա 7-րդ հրեշտակ պատգամաբերին, մեզ բացվում է գաղտնիքը, և այսպես մենք եկանք այս գիտակցմանը, չէ՞ որ նրանցից ոմանք կարծում էին, որ նա կգաղթեն այն ժամանակ առաջին շրջանում, բայց պետք է ավարտվեին եկեղեցու 7 շրջանները նախքան կկայանար այս գալուստը, և երբ դարաշրջանի վերջում եկավ պատգամաբերը, ինչպես Հովհաննեսը ուղարկվեց առաջին գալուստը կանխավետելու, այնպես էլ դու կկանխավետես ինչը, երկրորդ գալուստը, ևս մեկ մարդ Եղիայի հոգով, ևս մեկը Հովհաննեսի նման նախակարապետ, որպեսզի ներկայացնի Մեսիային, և ուստի դա չէր կարող լիներ մի աստվածաբան, որը կփորձեր մեզ ներկայացնել Քրիստոսին, դա պետք է լիներ մարգարե, այդպիսին ծնված մոր որովայնից, ինչպես և Հովհաննեսը, և նույն հրեշտակը, որը հայտնվեց Զաքարիային, և ասաց նրան, քո կինը որդի կծնի, և նա կգնա Եղիայի հոգով և զորությամբ, ճիշտ այդպես եկավ Աստծո հրեշտակը, և այդ լույսը կախվեց օրորոցի վրա, և հետո այդ հրեշտակը խոսեց գետի վրա և ասաց, ինչպես Հովհաննես ուղարկվեց առաջին գալուստը կանխավետելու, այնպես էլ քո պատգամը կկանխավետի երկրորդ գալուստը, հետո նույն հրեշտակը եկավ և հայտնվեց նրան քարանձավում և ասաց, ես քեզ երկու նշան կտամ, ինչպես Մովսեսին, և ուղարկեց նրան, ճիշտ է, այնպես որ այս ամենը իջավ, և ահա մենք 2022 թվականին տեսնում ենք աշխարհը և թե ինչ վիճակում է այն, և այսպես հետևեք էլ ավելի ուշադիր,
Իսկ այն օրվա եւ ժամի մասին ոչ ոք չգիտի։ Մենք կարող ենք պատկերացում ունենալ ժամանակի եւ պահի մասին, մենք կարող ենք տեսնել, որ 7 հրեշտակները հայտնվեցին ամպի մեջ, հայտնությունը, բայց նրա գալուստը հարսին տանելու համար։ Կես գիշերին ձայն հնչեց, որն ասում էր. «Ահա Փեսան գալիս է, դուրս եկեք նրան ընդառաջ»։ 10 կույսեր դուրս եկան, 5-ը յուղ ունեին իրենց լապտերների մեջ իմաստունները։ Նրանք ներս մտան Փեսայի հետ և դուռը փակվեց։ Մյուսները լսեցին նույն աղաղակը, արթնացան, դուրս եկան, բայց նրանք չունեին ամենակարևորը Փեսայի հետ գնալու համար՝ յուղը անոթի մեջ։ Նրանք յուղ չունեին, յուղը ներկայացնում է Սուրբ Հոգուն։ Նկատեք, նրանք կույսեր էին, այլ ոչ թե պոռնիկներ, կույսեր նշանակում է մաքուր, սրբագործված, բայց ներս մտնելու իրավունք չունեն, որովհետև չունեն Սուրբ Հոգին։ Չէ՞ որ Սուրբ Հոգին, Քրիստոսը գալիս է իր մարմնի հետևից։ Իսկ մեկ հոգով դուք մկրտված եք մարմնի մեջ։ Ձեզ նոր ծնունդ տալու համար պետք է Սուրբ Հոգին, և դա պետք է լինի ամենակարևոր միտքը յուրաքանչյուր մարդու համար։ Նրանք պետք է վստահ լինեն, որ ունեն այդ Սուրբ Հոգին, որ ունեն կնիքը, դուք կնքված եք մինչև ձեր փրկագնման օրը։ Աստված կանչում է ձեզ և կնքում է ձեզ Քրիստոսի մարմնի մեջ։ Սա շատ կարևոր է։ Եվ մի անտեսեք դրա կարևորությունը, միայն դա է ձեզ ներս մտնելու իրավունք տալիս։ Դուք կարող եք ունենալ մնացած ամեն բաները, դուք կարող եք լավ երգել, դուք կարող եք գեղեցիկ հագնվել, դուք կարող եք ասել ես չեմ խմում, չեմ ծխում, ես այս կամ այն բաները չեմ անում, ես մաքուր կյանքով եմ ապրում, կույսեր, սրբագործվածներ, բայց ներս մտնելու համար պետք է ունենալ այդ յուղը, ահա թե ինչու մյուս 5-ը չկարողացան ներս մտնել։ Եվ Աստված, այսպիսով երբ մենք ասում ենք սա, դա չի նշանակում դե ձեզ ավելի լավ է փորձել ստանալ Սուրբ Հոգին։ Ոչ, Աստված ուզում է տալ այն ձեզ ավելի շատ, քան դուք եք ուզում։ Հիսուսը մեռավ, որպեսզի նրան գալու հնարավորություն տա, հասկանում եք։ Ահա թե ինչի մասին դուք պետք է խնդրեք։ Մարդիկ շատ բաների մասին են խնդրում, նախընտրեք Աստծո թագավարությունը և նրա արդարությունը, մնացած ամեն ինչը կտրվի ձեզ դրանից հետո։ Եթե մեկը չծնվի ջրից և հոգուց, նա չի կարող տեսնել թագավորությունը, նա չի կարող հասկանալ թագավորությունը, բայց երբ դուք ստանում եք ճշմարտության հոգին, դուք մտնում եք թագավորություն, այդ ժամանակ դուք հասանելիություն ունեք յուրաքանչյուր խոստմանը, յուրաքանչյուր օրհնությանը, թագավորության մեջ դուք հասանելիություն ունեք բժշկությանը, դուք հասանելիություն ունեք ազատագրմանը, դուք հասանելիություն ունեք ուրախությանը և խաղաղությանը, դուք հասանելիություն ունեք ձեր ընտանիքին, ձեր հարազատներին, որովհետև այդ ամենը խոստումներ են, որոնք Աստված տվել է ձեզ, և դուք կարող եք հավատ ունենալ դրան հավատալու համար, որովհետև դուք ստացել եք Սուրբ Հոգին, իսկ դա նշանակում է, որ ձեր մեջ մտել է հենց նրա կյանքը։ Ամեն։